Հայաստանի բանկային համակարգում շահույթի աճը գործնականում կանգնել է։ Ուրեմն 2026 թվականի առաջին եռամսյակում բոլոր բանկերի շահութաբերության աճը կազմել է ընդամենը 2.6%, ինչը, ասենք, գրեթե ինֆլյացիայի մակարդակի հետ կարելի է այսպես փաթեթավորել, դնել կողքի, ու եթե օրինակ նախորդ ամբողջ տարվա մեջ մենք ունեինք պլյուս 21% աճ, հիմա շատ լուրջ անկում է, ասենք 8 անգամ անկում է գրանցել բանկերի շահույթը, ու սա այսպես վերջին մի քանի տարիների աճի միտման կարծես վերջը լինի, դեռ նախորդ տարի մենք սպասում ենք, որ այն տնտեսական էֆեկտները, որ բերել են այդ աճին, կարող են մի կետում կանգ առնել, ու այս եռամսյակի արդյունքները հատկապես շատ այսպես ազդարարող թվեր կային, որ այդ մասին էին խոսում, ու արդեն տեսնում ենք բանկեր նաև, որոնք շահույթի անկում ունեն։ Նախ խոշոր Բայց ֆիքսանք էլի, որ ասում ենք շահույթի անկում, ուղղակի այս տարի ավելի քիչ են աշխատել, քան նախորդ տարի, վնասի մասին չի խոսքը։ Այո։ Որ թյուր կարծիք չառաջան, էլի։ Վնասի մասին չէ խոսքը։ Ինչ եմ այդ ասում, որովհետև օրինակ բանը Ռուսաստանում հիմա մոդա է կա, չէ՞, տենց քողարկել ինչ որ նեգատիվ բաները, տերմինները, օրինակ ասում են մեր մոտ կա բան, բացասական աճ կամ աննվազել ոնց որ ինչ որ տենց տերմինոլոգիայով այդ ամեն ինչը քողարկվում է, ոնց որ շատ պարզ ասենք, որ ընկերությունները, բանկերը մնում են շահութաբեր, ուղղակի եթե նախորդ տարի պայմանական աշխատելա, չգիտեմ, X միավոր, հիմա աշխատելա X-ից մի փոքր քիչ։ Ու գլոբալ առումով բոլոր բանկերը միասին 2% պոչիկով ավել ամեն դեպքում շահույթ են գեներացրել։ Այո, նախ անդրադառնանք ամենաբարձր հորիզոնականներին, որտեղ արդեն երկար ժամանակ պայքարում են Արչին բանկը եւ Ամերիաբանկը։ Արչին բանկը պահպանում է առաջատարի դիրքը շահույթի ծավալով, բայց նախորդ տարվա համեմատ 7% ավելի քիչ շահույթ է գեներացրել առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Իսկ օրինակ Ամերիաբանկը 20%-ով ավելացրել է շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ու եթե այս տենդենսը 2-3 տարի այս դինամիկան պահպանվի, Ամերիաբանկը կարող է դուրս գալ առաջին հորիզոնական։ Իրականում ես ինչքան հասկանում եմ, Ամերիաբանկի շահույթի տենց էական մասը պայմանավորված է ներքին գործոններով ու տեղական ոնց որ բիզնեսների սպասարկման կամ հաճախորդների։ Եթե ճիշտ ենք հասկանում, ինձ թվում է մենք ճիշտ ենք հասկանում, Արչին բանկի թռիչքային աճը եւ նաեւ ոնց որ եկամտի էական մասը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով ու նաև ոնց որ ռելոկանտների հետ աշխատանքի եւ ոնց որ իրանց սպասարկմամբ, հետեւաբար ոնց որ ինչքան է դաշտում, նախ ինձ թվում է մենք բան ենք արել, կլանել ենք այս բայդրությամբ հնարավոր մաքսիմում այդ շուկայի եւ եթե ինչ որ տենց ռադիկալ բաներ տեղի չունենան, իսկ ինչը չի բացառվում իրականում, այնուամենայնիվ ոնց որ այդ հնարավորությունը այս բան ոնց որ թե մաքսիմում օգտագործված է, ու ոնց հասկանում եմ Արչին բանկը նաև բան ունի, լավ գիտակցում են ու իրանք փորձում են ոնց որ դիվերսիֆիկացնել իրանց եկամուտները, բայց ասածս ինչա, որ բանը Արչինի շահույթը կարող է ինչ որ կամայական պայի տենց գեոպոլիտիկ փոփոխությունների արդյունքում տենց կտրուկ անկում ապրի կամ հակառակը նորից թռիչքային աճի։ Համաձայն եմ, այստեղ էլ պետք է այսպես շարունակել հետևել իրադարձություններին։ Մի քանի բանկեր կան, որ չնայած այս ընդհանուր լճացման ֆոնին բավականին լուրջ առաջընթաց են գրանցել, Արարատ բանկը, այսպես համեմատական եմ կազմել, եթե առաջին եռամսյակի շահույթի տեմպը իրենք պահպանեն, շահութաբերության, ինչպիսի համեմատություն կլինի նախորդ տարիների հետ, հա։ Օրինակ Արարատ բանկը անցած ամբողջ տարում ունեցել է 11.9 միլիարդ դրամ շահույթ, ու եթե այս եռամսյակի տեմպը պահպանի, այս տարի կունենա 20.5 միլիարդ դրամ շահույթ, ինչը գրեթե 72% աճ է, շատ լուրջ առաջընթաց է։ Նման լավ առաջընթաց ունի նաև Ամիո բանկը, որը այս պոտենցիալով այս տարվա ընթացքում կարող է 40% աճ գրանցել, եւ Հայկոնոմ բանկը նաև բավականին լավ առաջընթաց ունի, նաև Արցախ բանկն ու Arm Swiss բանկը, ուղղակի այնտեղ շահույթի ավելի փոքր։ Ես եթե ճիշտ եմ հիշում, ընդհանուր
նաև հարկատների մեջ էլ եւ տարբեր բաներով ոնց որ Ակբա բանկը տենց կայուն ունի 3-րդ տեղը։ Ակբա բանկը բոլոր ռեյտինգներում բանկային 3-րդ հորիզոնականում է, այդ մի հատ առանձին թեմա է, որ երևի պետք է անդրադառնալ ակտիվներով, շահույթով։ Բանկային համակարգի արսենալն է ուղղակի մի հորիզոնական ներքև։ Հա, բայց բանկեր էլ կան, որոնք բավականին լուրջ նվազել է շահույթը իրենց, օրինակ Յունիբանկը, Ինեկո բանկը, Էվոկա բանկը, նաև իդեպ Ակբա բանկում է գրանցվել շահույթի նվազում, անցած տարվա համեմատ մոտ 16%։ Հետաքրքիր է հիմա ինչպես կարձագանքեն բանկերը, երբ որ արդեն տեսնում են, որ տաք օրերի այդ լավ պայմանները էլ չկա, ամեն մեկը պետք է փորձեն կողմնորոշվել եւ ճիշտ դիրքավորվել, ընդհանուր մեր բանկային համակարգում ինչ-որ շատ խառն է, անընդհատ ինչ-որ ղեկավարներ են փոխվում տարբեր բանկերում ու տպավորություն է, որ ավելի կառուցվածքային փոփոխություններ են նաեւ եփվում տակից, տեսնենք։ Իմիջիալից ասեմ, որ իմ կարծիքով Ակբա բանկը շատ հետաքրքիր պոտենցիալ ունի, քանի որ փորձ ցտազվում մեր կառավարությունը շատ տենց գյուղատնտեսական աջակցության ծրագրեր հենց անում է բանկային համակարգի միջոցով, ու այդտեղ ոնց որ ակնհայտ է, որ Ակբա բանկը շատ ուժեղ դիրքեր ունի, որտեղ իր հաճախորդների կառուցվածքով, փորձով աշխատելու այդ ոլորտում ու այդ ինդուստրիային տենց խորը գիտելիքներ ունենալով ինձ թվում է տեղ Ակբան բան ունի, էլի շատ մեծ պոտենցիալ ունի այդ ծրագրերում ակտիվ ներգրավելու ու ոնց որ էլ ավելի մեծացնել իր դիրքավորումը պես գյուղատնտեսական ոլորտի աջակցող բանկ։ Ու մի հատ էլ դրա մասով լրացում անեմ, որ Ակբայի դեպքում կարծես Ակբա լիզինգը առանձին գրանցված ընկերություն է, նաև 1000 խոշոր հարկատուների մեջ կար առանձին, այսինքն այդ ճյուղը առանձնացված է ու մենք հիմա երկու տարբեր թևեր ենք տեսնում, մինչդեռ մյուս բանկերում դա մեկ ընդհանուր միավոր է։ Բայց ամեն դեպքում դա ասեմ էլի, որ ես ինչքան հասկանում այդ մոտեցումը աջակցելու հատկապես գյուղ ոլորտի աջակցելու բանկային վարկավորման տոկոսների սուբսիդավորման ոնց հասկանում շարունակվելու է ու էլ ավելի է մեծանալու, այդտեղ օրինակ բանա Ակբայի պոտենցիալը իմ կարծիքով շատ մեծ է։